Գնանք։ Լավ գնանք կգանք այդտեղ։ Երեխեք բարև ձեզ։ Շնորհավորում ենք ձեզ քաղաքացու օրվա առիթով։ Բարև ձեզ։ Լավ եք երեխեք։ Շնորհակալ եմ։ Լավ եք։ Լավ է տրամադրությունները։ Տրամադրված եք քաղաքացու օրը լավ նշելու։ Շատ ապրե։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև եղբայր, բարև։ Լավ եք։ Լավ, դուք ոնց եք։ Շնորհակալություն, լավ եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, լավ եք։ Բարև ձեզ։ Ոնց է տրամա։ Շատ, բարտական։ Ճիշտ եք անում։ Բարև եղբայր, լավ եք։ Չէ, շատ բարև։ Ինչ ա եղել։ Զոնգաջս մահացավ։ Ցավակցում եք։ 5 կուպ բիտոն լեցի վերեն էլ եկավ։ Հիշում եք երևի։ Հա, հարեցեք եղբայր, Այս մեր մարալիկը ինքան շնորհակալ ենք որ այս փողոցներ սաղ սարքել եք։ Ինչ որ կաստումը մարդուն հաղթնես կոշիկները մնացած։ Այդտեղ մեր փոքր փողոց եմ կա, մեր 130 մետր է։ Ես գիտեմ Անուն ինչ է փողոցի։ Բան Արկադի չենթա Արկադի հատեվոշան։ Շատ լավ։ Այդ կոշիկները ինչ-որ ծաղ մնա, էլի, ցավը տան։ Կանենք, կոշիկն էլ կանենք, ոչ մի խնդիր չկա։ Ցավը տան։ Կոշիկն էլ անենք։ Բարև ձեզ։ Շնորհավորում եմ քաղաքացու օրվա առիթով։ Բարև ձեզ։ Մեկ։ Լավ եք։ Բարև ձեզ։ Փառք Աստծո, դուք լավ եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև։ Բարով ես էջի, Լավ եք։ ցավը տանին, հիշում ես ընջի։ Հա, հիշում եմ, հիշում։ Ներն չեզի, բարով 1000 բարի մեր դարձան։ Բարև ձեզ, շնորհավորում եմ։ Լավ եք, լավ եք, շատ լավ։ Շնորհավոր։ Մի րոպե մուզիկա տրամադրի։ Մի րոպե ասա։ Հերավոր գյուղերից են եկել։ Որ գյուղից։ Ամասիայի մեղրաշատից են, Էլյոր Խնդրեմ, ասեք, ասեք։ Փաշինյան ջան, ֆերմեր տղա են, որ շահում։ Հիմի բերքս մնացել է 150 տոննա պայեստ։ Ինչի բերքը։ Հա։ Նորմալ չկա, ցավը։ Այնչան։ Խնդրում մարդ չկա։ Նազելի ջան, իրոք չկա, ծորենս առնող չկա, 150 տոննա Տիկին ծորենս։ Բաղդասյան ձեզ 150 տոննա ծորեն պետք չի։ Հա, մնացել։ Ինձ քարտեզ կդա։ քարտեզ։ Եղբայր, ինչ անեմ ես ասա։ Դավիթին արի աղասները բանը միտեղ ընդունեն այդ ծորենները, մնա փճան։ Բախյա մնացե։ Առնող չկա, փաշին։ Չեն առ։ Քարտեզ տեսնեմ։ Ջրավազները չեն առնում, ասում են մեզի պետք չէ։ Ինչի պետք չի։ Կարող է որակի խնդիր։ Որ չէ, որակի չկա։ Մենք թեպը առնում ենք 135 դրամով թեպը, բայց ծորենը մեզ առնում չկա։ Որտեղ է ձեր տնտեսությունը։ Ամասիայի մեղրաշատ գյուղը։ Պապոյանին մի հատ հարցնեմ տեսնեմ։ Պապոյանին։ Հա, բան հեսա Գևորգյանը։ Հա։ Հենա ասма լուծված։ Հա, ցավը տան։ Հա։ Як Կարելի է մի հարց տամ ձեզ։ Համեցեք։ Ես պայմանագրային զինծառայող եմ։ Ատեստացիան շատ լավ բան է, շատ լավ բան է։ Անցել եք ատեստացիա։ Անցել եմ ատեստացիան։ Բայց նախագիծ հաշվարկները չեք ստացել։ Ինչա։ Հետ հաշվարկները։ Այդ որն է։ Պայմանագր Պարտադիր ատեստավորում ենք անցել, բավարար։ Կհարցնեմ Պապիկյանին, որովհետև ես լավ չեմ հասկանում այդ իսկ։ Կարելի է նամակ, այդ առումով մի հատ նամակ տամ։ Հիմա եթերում կլսեն նախարարությունում կլուծեն, կզբաղվեն, դից ավելի էֆեկտիվ է քան նամակով։ Կարա փոխանցեք կամ նամակը ձեր մոտ է տվեք ամեն դեպքում։ Շնորհակալ։ Գևորգյան ուրա։ Խնդրեմ։ Սպասի կսնեմ։ Ես չեք մրսելու դու։ Սպասի դե կպցնեմ։ Իհարկե կտամ։ Իհարկե եղբայր, իհարկե։ Հա, մի հատ ձեզ, մի հատ թորնիկի։ Չէր, բանը չէր, պայ քեզի։ Ահա, շատ։ Հա։ Հետի է թորից եմ տալը։ Շատ լավ նվերա։ Քաղաքացու օրվա առիթը։ Ահա։ Շնորհակալ եմ։
Պարոն վարչապետ, մեր Աջան։ հայ-թուրքական սահմանին 16 միլիոնի ծրագրերից չեն մեկնարկելու, որովհետև մենք տեսնում ենք Թուրքիայի կողմում տներ նոր կառուցում են, մեր սահմանամերձ հատվածում ոչ մի տիպի չեն Դե կառուցում։ ընդհակառակը մենք հույս ունենք, որ սահմանը կբացվի, տնտեսությունն այնքան կակտիվանա, որ դուք առանց մեր աջակցության 16 միլիոն է, 26 միլիոն է կկառուցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհավորում եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հաճիկով։ Այդ որտեղի դպրոցն է։ Ես Մանալիքի երաշտական դպրոց կողմի համայնքներից են գալիս, Սորակապի, Սաղարթուրի, Սաղա։ Արաբիկը շատ է սիրում։ Դասերի։ Թող հանգիստ նվագեն, թող հանգիստ։ Կգաս ու ինձ մոտ, կգաս, կգաս, չէ չէ, մի րոպե, էսա կմոտենամ ես եղբայր, սպասեք հանգիստ էսա կմոտենամ, այո, մի հատ նկար է կարա, գելի, խնդրեմ եղբայր, Պարոն Փաշինյան, ողջույն ձեզ։ բարև ձեզ, Ես առաջի կարգի զինվորական հաշվանդամ եմ։ այո, Երկու աշկես չի տենում, կույր եմ։ Հարցս հետևյալն է, օրենքով ծառայության կարգավիճակի մասին օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն ինձ բնակարան է հասնում։ հերթի մեջ կա, Հերթի մեջ չկա, բայց ժամանակին չեմ հերթագրվել, հիմա հերթ գոյություն չունի։ Ես ձեզանից լսել եմ այդ խոսակցությունը։ բան չի չեք հերթագրվել, Ժամանակին, որ ՊՊ-ում եմ ծառայել, ես իմ հանգամանքներից ելնելով չէի հերթագրվել, իսկ այժմ զին հաշվանդամ առաջի կարգ, կինս հաշվանդամ, երեխաս առաջի կարգի հասկացա, եղբայր, հաշվանդամ։ մենք մի հատ գնայինք, ինչ Չէ, դիմում սրագիր, գրել եմ, Եր։ մի ամիս առաջ, մերժել են, ասել են հերթագրում չկա, բայց հենց այդ օրենքը 65-ը տալիս է ոչ թե հերթագրում, այլ ապահովում։
Այսինքն մենք հիմա ուրիշ ծրագիր ենք անում, բայց շատ լավ, գնանք, լսեցի ձեզ, թողեք մտածենք, թե ինչ տարբերակներով կարանք ձեր նման մարդկանց ընդդեմ պահանջներին է իմ դիմումը համապատասխանում էլի, այս շատ էպականություն լավ, մի հատ պաշտպանության նախարարության քաղաքական մտածածնել հասկանամ, կմտածենք եղբայր։ Այդ ամեն ինչը on-line տարբերակի արտակով արել ենք։ Շատ հասկացած ես, լավ եղեք։ Հա եղբայր, մի րոպե։ Թող նկար, արի։ Շատ մերսի, մենք ձեր Շատ լավ, շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ, նախաճաշել եմ, շնորհակալ եմ, հիմա չեմ կարող։ Բարև ձեզ, շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Բարև ձեզ, բարով վարչապետ։ Շնորհավոր։ Շնորհակալ եմ, Անուշ Արեգ։ Շատ շնորհավոր եք։ Դե չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ։ Շնորհավոր։ Շնորհավոր քաղաքացիորը, ով է վերցնում։ Պարոն մարզպետ, վերցրեք։ Շնորհավոր։ Լավ եղեք, ժողովուրդ ջան, շնորհավոր։ Անուշ Արեգ։ Բարև ձեզ, շնորհավոր քաղաքացիորը։ Շնորհավոր եմ քաղաքացիորը։ Մայրիկ ջան, շնորհավոր քաղաքացիորը։ Շնորհավորում եմ քաղաքացիորը։ Անուշ Արեգ։ Բարև ձեզ, շնորհավորում եմ քաղաքացիորը, լավ եղեք։ Լավ օր եմ ցանկանում։ Բարև ձեզ երեխեք։ Բարև ձեզ, շնորհավորում եմ քաղաքացիորը։ Լավ եք եղբայր։ Էս ինչա ջուր է։ Բարև եղբայր։ Համեցեք։ Այսինքն մենք նշում ենք քաղաքացու օրը։ Ուստի ես ուզում եմ, որ մեր յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ, բայց այդ արժանապատվությունը գալիս է նրանից, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր հայրենիքի համար մի լավ բան անել։ Բոլորս ապրենք միասին։ Այո, հայրենիքի համար լավ բան անելը ես պատկերացնում եմ հետևյալ կերպ։ Աշխատել, արդյունք ստեղծել, օրենքով սահմանված հարկերը վճարել, որ իր հերթին կառավարությունը հնարավորություն ունենա առողջության ապահովագրության համակարգով, դպրոցաշինության, մանկապարտեզաշինության, ճանապարհաշինության եւ այլ ներդրումների միջոցով այդ աշխատանքը վերադարձնել քաղաքացիներին։ Էսա մեր պատմությունը։ Այս ցանցի շնորհիվ ահագին մարդիկ կարող են։ Որ ցանցն է։ Ինչով է։ Շատ լավ եղեք։ Հաջողություն եմ։ Ճանապարհին կխմեմ ես ջուր։ Բարև ձեզ, շնորհավորում եմ քաղաքացիորը, Անուշ Արեգ։ Բարև ձեզ, շնորհավորում եմ քաղաքացիորը, լավ եղեք։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Բարև մռութիկ ջան։ Լավ եք երեխեք։ Ուզում եք քարտեզներ։ Քեզ։ Բարև ձեզ, շնորհավորում եմ քաղաքացիորը։ Բարև ձեզ, ո՞նց աշխատում եք դուք։ Մենք աշխատում ենք, ու միշտ ենք աշխատում, բայց ինչու համար գրենք թե չենք աշխատի, չգիտեմ, մարդիկ կան, որոնք լրատվություններ կան, fake։ Հարկապետը բացեց երկրորդ օրը փակվավ, դες բան։ Հիմա աշխատում եք։ Լավ։ Մեծ տակու ցավի ներգացում անպայման մասնակցած։ Քանի մարդ աշխատում հիմա ձեր։ Այս րոպեի 64 հոգի։ Ված չի, շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Անպայման, մոռացել ես, մեր արտադրանքից նվերներ ունենք։ Չէ, լավ է, լավ։ Ում է փոխացել։ Չէ, խնդրում եմ, նվերներ պետք չէ։ Իսկապես։ Շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ բոլորի քաղաքացիորին։ Դուք քաղաքացի ես, թե էստեղ էր կպցել, այ չէ, թե պարզապես դիտորդ, ինչ է քեզ համար
Քաղաքացի լինելը։ Ինչ է ինձ համար քաղաքացի լինելը։ Հա, մեկ եթե հանդիպես կարգախ, ինձ դու։ Այո, նախագծային աշխատանքներ։ Բոլորը նախագծային Մենք կուզենայինք նաև ներկայացնել երեխեքը, եթե ժամանակը կները։ Կարճ Դες քանի որ տեղը քիչ է, հնարավորինս կարճ եմ պատասխան։ Ահա, էս Սա մեր արտադրանքն է, սիրով նվիրում ենք։ շատ լավ, շնորհակալ եմ, շատ շնորհավորում եմ։ Բարև ձեզ, շնորհավորում եմ ձեզ քաղաքացիորը առիթով։ Նմանապես։ Սինթետիկ լվացման միջոցները, ինչ ընկերություն է, հա? Դպրոցի նախագիծ է։ Այո, դպրոցի նախագիծ է։ Ինչու՞մ է արտահայտվում նախագիծը։ Նախագիծը սինթետիկ լվացման միջոցների վնասակար ազդեցությունը եւ մենք առաջարկում ենք բնական օճառներ, որպես այլընտրանք, այնտեղ պատրաստած բնական օճառներ։ Շատ լավ բան եք մտածել։ Ես դուք եք պատրաստել բոլորը։ Բայց դուք օգտագործում եք։ Հա, ճիշտ ասեք, ով է տանը օգտագործում։ Լիցենզիա, հա, հասկանալ է, բայց երբ եք ունենալ լիցենզիա։ Արդեն հանձնել եք փորձաքննի։ Շատ լավ, հաջողություն եմ մաղթում, ապրեք։ Ապրեք։ Նկարվենք։ Քայնե ջան, նկարվենք։ Շնորհակալ եմ։ Տեղա՞ր։ Ահա, այս ինչ ռադիացիոն նշաններ են երեխեք։ Այստեղ մենք ներկայացրել ենք այն նախագծերը մեր դպրոցի, որոնք հիմնականում քաղաքացու հենց ներգործության հետ։ Որ դպրոցն է։ Ջրավնի միջնակարգ դպրոցը։ Մի քանի նախագծեր ունենք ներկայացրած։ Այստեղ ունենք նախագծային աշխատանք խզբզանք վերնագրով, որտեղ ներկայացրել ենք Մինաս Ավետիսյանին, գնացել ենք իր ծննդավայր Ջաջուր, ու այդ նախագծային աշխատանքի Հանգարանն մտել եք, ճիշտ է։ գնացել իր որդու հետ էլ զրույց ունեցան, ու այդ նախագծի շնորհիվ Smart էկրան մեր դպրոցը շահեց։ Սա մոդուլային նկար է, Մինաս Ավետիսյանի նկարների կրկնօրինակն է։ Որմնանկարները հիմա թանգարանում են։ Տեսել եք կառավարությունից տեղափոխված երկու որմնանկարները մեծ։ Դե չեք նկատել։ Շատ լավ։ Շատ լավ, շատ ապրեք։ Իսկ ձեր նախագիծ ինչի մասին է։ Մեր նախագիծը ատոմային էլեկտրակայանի մասին է, որը ճիշտ է շատ սիմվոլիկ պատկերով է ներկայացված, ամբողջովին չի համապատասխանում իրական պատկերին։ Սակայն մենք փորձել ենք հիմնական գաղափարը արտահայտել դրանով։ Մակետում ներկայացված է միջուկային ռեակտորը, որի միջոցով ուրանը ջերմվում է եւ առաջանում է էներգիա։ Այդ էներգիա եւ ջերմություն։ Ո՞նց է էներգիա առաջանում ուրանի ճեղքումից։ Ուրանի 235 եւ պլուտոնիում 239 ատոմների միացման միջոցով առաջանում է էներգիա։ Այսինքն էներգիա, որը գալիս է մեր տուն, չէ՞, մենք օգտագործում, բայց ո՞նց է դա դառնում։ Այդ ճեղքումը ո՞նց է դառնում էներգիա։ 238-235 են սարքում նեյտրոնային ռմբակոծության միջոցով ճեղքում են ու էներգիա են ստանում։ Բայց էլեկտրաէներգիա պետք է ստացվի, չէ՞։ Շատ լավ ճեղքեց։ Բայց չէ, հոբ, մի րոպե։ Կայանը վերածվող էլեկտրական Ոնց, բայց ոնց։ Չէ, տեսեք, մի րոպե, հուշել չկա։ Ատոմը ճեղքեցինք, դրա միջոցով ջուրը
Այ հիմա ամբողջական նկարագրեցի։ Այո։ Սա էլ ատոմային պայթ ունի այդպես։ Ну իհարկե սա այո, սա էլեկտրաէներգիա արտադրության հետ իհարկե կապ չունի, եւ հա? Այո։ Շատ լավ, շատ լավ։ Որտե նկարվեք։ Ստեղ կանգնեք։ Կնկարեք Դե նայեք։ Լավ եղեք, ապրենք։ Աջան։ Բարև եղբայր, լավ եք։ Լավ եմ։ Ես ուրեմն շնորհ նամակ փոխանցեց ձեզ։ Էլի։ Ես նամա, հա, ես խնդրում եմ որ ես անձամբ դուք կարտակ։ Ես ուզի տեսա հոլովակը տնեմ մեջ, ուղղակի չհասցրեցի։ Լավ եղբայր։ Խոսքը վերաբերում է ինձ տրանսի այդ ջրերին, եթե ես մի այդ ջուրը սպասեմ, որովհետեւ այդ տրանսի երկաթգծի կարմուր որ անցնում է տրանսի վրա, շարքից դուրս գա 5 Դե չբացկացեք։ Լավ, ինչ որա։ Լավ։ Խնդրում եմ զբաղվեք։ Լավ, շատ լավ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Մանալիկի թիմի միջնակարգ Ուրախ եմ շատ։ Ռոբինը ձեզ ուզում է ողջունել։ Ողջույն։ երեխաները ողջունում են ձեզ։ Ես շնորհակալություն եք ուզում հայտնել 300 դպրոցների մեջ ընդգրկելու համար։ Ընդգրկված եք, հա։ Ընդգրկված ենք շինարարական աշխատանքները նորմալ գնով ընթանում են։ Այսինքն զրոյից է կառուցվում։ Չէ։ Նորոգում եք։ Դե լավ եք, լավ եք, շնորհակալ։ Մեր երկի աշխատանքներն հագեցել են։ Շատ լավ։ Քաղաքացի օրվան նվիրված։ Այլում Շատ լավ։ Շատ լավ, շատ լավ, շատ լավ։ Շնորհակալ եմ։ Շնորհավորում եմ քաղաքացի օրվա առիթով։ Շնորհակալ եմ։ Պարոն Փաշինյան, մենք նկարվում ենք։ Հաջիկ։ Դուք Ով է, բայց ով է նկարում։ մեր աղջիկանը։ Լավ, Գևոր նկարեց։ Բայց տենց երևացինք բոլորս։ Շատ լավ։ Բարի, եղբայր։ Թիվ 2 դպրոց, ինչ եք պատրաստել։ Լավ ես։ Խնդրեմ։ Դա մեզ համար շատ կարևոր է ու շատ կարևոր է, որը մեր ծաղկավակը 1500 ստեղծեց։ Ես որպես Անի համայնքի բնակիչ ու այստեղ ծնող երիտասարդ սովորող ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ձեզ այս բոլոր բարեփոխումներն իրականացնելու համար։ Այս նախագիծը դուք եք գծել։ Շատ լավ, շատ ապրեք, ուրախ եմ։ Շնորհավորում եմ քաղաքացի։ Նաև ներկայացրել ենք ուրիշ նախագծային աշխատանքներ, նոր չափանիշների հիման վրա, որոնք որ լավ հնարավորություններ աշակերտին իրենց հմտությունները դրսևորելու համար։ Վերջում մենք ստացել ենք գրքույկներ, օրինակ մեր անգլերենի գրքույկը օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերի մասին, ինչպես նաև մեր անգլերենի գրքույկը, որը մենք պատկերել ենք մեր երաժանքի դպրոցը, մեր մաթեմատիկայի գրքույկը լոգարիթմներ թեմայով, որի արդյունքում վերջում նաև ստացել ենք դոմինո։ Լավ, գրքույկները ես կվերցնեմ, դոմինոն ուրիշ։ Ինչպես նաև 7-րդ դասարանի աշակերտները պատրաստել են օճառ, քիմիա, առարկայի նախագծային նաև ստացել են նախաձեռնել Մանալիկի տեսարժան վայրերով։ Շատ լավ, շատ ապրեք, շնորհակալ եմ, շնորհավորում եմ։ Բարև ձեզ, շնորհավորում եմ ձեզ քաղաքացի օրվա առիթով։ Մենք երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնն ենք ներկայացնում։ Ստեղծվել ենք Գյումրիում, բայց մեր գործունեությունը ծավալում ենք Գյումրիից դուրս ամբողջ մարզում եւ ամբողջ հանրապետությունում։ Երիտասարդների զարգացման, զորեղացման ուղղությամբ ենք աշխատում, պրոֆեսիոնալ երիտասարդական աշխատանքի ծառայություններ ենք մատուցում, երիտասարդական կենտրոնների ու երիտասարդական տարածքներ ենք հիմնում, այնտեղ արդեն Որտեղ երիտասարդները գալիս են ժամանցի, հա, տարբեր ոչ միայն ժամանցի զարգացման տարբեր հնարավորություններ։ Դե նկատի ինտելեկտուալ ժամանց։ Ինտելեկտուալ ժամանց, դա շատ կարևոր է,
Բացի այդ իրենց զարգացում, վերապատրաստում կյանքի հիմնարար հմտություններ, մասնագիտական կողմնորոշում այն ամենը, ինչը որ լրացնում է ոչ ֆորմալ կրթությանը, ոչ ֆորմալ կրթության գործիքակազմով։ Շատ լավ, շատ ուրախ եմ։ Շնորհակալ եմ շատ։ Վայ, ես ինչ ես անում։ Գորգ ես գործում, հա։ Դե մի հատ գործի տեսնենք։ Շատ ապրես, շատ լավ ես գործում։ Բարև ձեզ։ Շատ սիրելի բաժապետ, ներկայացնում ենք արվեստի դպրոցը, արվեստի դպրոցի կողմից հականում ենք ձեզ տվիրել այս գեղեցիկ քրիշաժան օրակապակցությամբ։ Շնորհակալ եմ։ Շատ լավն է, շնորհակալ եմ։ Հա, իհարկե կարելի է։ Ո՞վ է նկարում բայց։ Շատ լավ, շնորհակալ եմ, շատ հաջողություն եմ։ Ահա։ Բարև ձեզ, շնորհավորում եմ բոլորիդ։ Լավ է։ Հաջող։ Բարև երեխեք։ Քարտ ես ունես։ Ձեր բարև է։ Ինչ? Քարտ ես, հա։ Համեց։ Ո՞վ է նկարում։ Շատ ապրեք, շատ լավ եք լավ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շատ լավ, շատ ապրեք երեխեք ջան։ Ապրեք, շատ լավ նվագեցիք։ Ապրեք։ Ապրեք։ Հաջան։ Մի հարց կարելի է գյուղին վերաբերող մի հարց կարելի է։ Սա տանեմ։ Ես անի խոշորացված համայնքի բնակիչ են Քարաբեր գյուղից 2000 մետր բարձրության վրա է գյուղը։ Լավ։ Մշակույթի օջախ չունենք, դպրոցը խալխուլ վիճակում է գտնվում լրիվ։ Ես մասնակցել եմ շինարարական աշխատանքներին 70 Կարվի ամեն ինչ է կարվի։ 76 Հիմա դուք ինչ եք ակնկալում։ Խնդրում ենք որ այդ ընտառաջեք այդ մշակութային հարցը մեկ էլ մի երկրորդ։ Բայց մի րոպե, քանի երեխա կա գյուղում։ Գյուղում հիմա 160 հոգի են, հիմի մինչև 4 ամբողջ բնակչությունն է։ Չէ, երեխեքը ամբողջ բնակչությունը մի բան արագ ասեմ, գիտեմ որ ձեր ժամանակը որ գյուղն է։ Քարաբերդ գյուղն է։ Ուրա մարզպետը Քարաբերդում դպրոցի ինչ ծրագիր ունեն Քարաբերդում։ Ես աշխատել եմ դպրոցի հիմքային աշխատանքներին։ Պետք է կառուցել։ Հիմնանորոգում պետք է անենք, շենքը նորմալ վիճակ է։ Մենք մի նոր Այսինքն կրթահամալիր չի, այս դպրոցը։ Չէ, պարոն վարչապետ, մենք մի նոր նախագծի մեջ հաջորդ 300 մի հարց էլ կարելի է։ Սկզբից բայց դպրոցը։ Հա, շատ շնորհակալ։ Մի հարց կարելի է։ Գյուղում 98 թվականին եկան չափագրում արեցին։ 3 օր էր կամանդիրոշնին իրենց 3 ամիս էր 3 օր մնացին։ 3 օրվա արին չափագրությունը գնացին։ Ինչի չափագրում էին անում։ Հողի, ընտանուր գյուղը։ Գնացին 3 ամիս հետո եկան իրենց կամանդիրոշները պեչատեցին գնացին։ Քարտեզը եկավ գյուղում հիմի համապատասխան բնակավայրում կառուցելու նպատակով հող հատկացված չէ։ Քարաբեր գյուղն էլ ըստ իրեն անունի ամբողջությամբ մարզպետն ու համայնքապետը կզբաղվեն։ Վերջացնեմ։ Հիմա ինչ եք ուզում որ ինչ անեն։ Մենք հիմի մարդիկ 30 հատ բնակարան ունեն կառուցած։
անասնագոմ ունեն 10-ից 20 հատ ավել Այսինքն անասուններ։ մանարած չի, հա, գրանցված։ Գրանցված չէ, չափագրել ենք, խնդրել ենք։ Խնդրել եմ, ես վերջացնեմ մի րոպե։ Խնդրել եմ, ինքը ընտառաջել է, չափագրումներն ուղարկել ենք։ Ձեր նախարարությունից երեքն էլ դաբրո են տվել, այդ հրդեհաշիջման եւ Ի՞նչն է խնդիրը բան։ հրդեհաշիջման բան նախարարությունը տալիս է 06-63 հոդվածով արոտավայր է ու վերջ։ Կլուծենք, հիմա գիտենք, գիտենք այդ պրոբլեմը ձեր մոտ չի լիք տեղեր կա, կլուծենք։ Չէ, գիտեք ինչ հարցը է դե։ Շնորհակալություն։ Իսկ մնացած ընտրություններ հարցով էլ մենք ձեր կողքանք Ես ձեզ մի հարց եի ուզում տակ, նախ ներկայանամ, ես Նաթելա Մինասյանն եմ, սովորում եմ Հայաստանի պետական տեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ու մեր բուհում պարոն Կարեն Պետրոսյանի նախաձեռնությամբ ուսանողակենտրոն կառավարման մոդել է, այսինքն ուսանողները բուհում կարող են մասնակցել եւ ծրագրերի մշակմանը եւ ներքին ռազմավարական հարցերի մշակմանը։ Ուզում եմ ձեզանից հարցնել հնարավոր է, որ այս մոդելը բերենք կառավարական դաշտ, այսինքն պետական դաշտ, ուսանողները կարողանան իրենց միջամտություն նախարարը կվերցնի մոդելը մասին, բայց մենք ձեր բանն ենք, նախագիծն ենք ստացել այգու, խելացի այգու նախագիծը ստացել ենք, ես հանձնարարել եմ նախագծեն արդեն։ Շնորհակալ եմ։ Ֆատիատ մի ֆայնել եմ ուզում ասել ձեզ, պարոն Փաշինյան ջան, ասեք, ավարտել։ Ես հետաքրքրվում եմ քաղաքականությամբ, նախարարների վարած աշխատանքով, Տիկին Անդրեասյանի վարած աշխատանքով, ուզում եի բոլոր նախարարների համար պես ասած առանձնահատուկ դեր ունեն, բայց ուզում եի հատուկ շնորհակալությունս կարողանալ հայտնել պարոն Արարատ Միրզոյանին, որովհետև շատ լուր այդ ամբողջ պատասխանատվությունը ինքն իր ուսերին կրում է։ Շատ լավ, անպայման կփոխանցեմ։ Կդրեմ փոխանցեք, շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Հա? Աչ։ Գներեք մի հատ հարց կուզեի տալ։ Ինչի որոշեցիք, որ եկեղեցու դեմ արշավանք սկսեք։ Բայց եկեղեցու դեմ արշավանք եմ սկսել, ես հանուն եկեղեցու եմ արշավանք։ Դուք կաթողիկ Արի։ Դուք վաճառաբան կաթողիկոսի համար եք, չէ, որ եկեղեցին մայրատորթուր մեջ միածին է, դրսածով պեղծության մեջ է, ճիշտ է, որ պետք է եկեղեցին ազատեք կաթողիկոսի, չէ։ Այդ թվում։ Բայց կաթողիկոսը Աստծո կողմից է, ճիշտ է նշանակված, ու կաթողիկոսի ժամկետ չկա, մինչև մահն է։ Այո։ Ու ոչ մեկ իրավունք չունի կաթողիկոսի դեմ արշավանք սկսել, որտեղ դա նույնպես եկեղեցու Բայց կաթողիկոսը երբ որ խորանի առաջ իր տված ուխտը դրժել է, դա նշանակում է ինքը Աստծո այդ ուխտը դրժել է եւ խախտել է ուխտը եւ դա պետքա արձանագրվի եւ հետևանք ունենա։ Դուք կուսակրոնության ուխտը ստանձնելու ուխտին ծանոթ եք այդ ուխտի երթմանը։ YouTube-ում կա, մի հատ գնացեք կարդացեք, տեսեք այնտեղ ինչ են ուխտում, ինչ են պարտավորվում եւ այդ տողերը պետքա համեմատություն անել։ Դա էլ իրանց սահմանադրությունն է։ Երբ որ երկրի քաղաքական ղեկավարությունը սահմանադրությունը եւ բարեվարկության կանոնները խախտի, դրա համար իրանց հեռացնելու մեխանիզմներ կա։ Նույնն է վերաբերվում է եկեղեցին, որովհետեւ հնարավոր չէ Աստվածաշնչի մեջ ասում է հնարավոր չէ միևնույն ժամանակ ծառայել եւ Աստծուն եւ մամոնը, կամ Աստծուն պետք է ծառայես կամ մամոնը։ Կնեք, մի հարցում եմ ես տամ։ Աստվածաշունչը նաեւ կսե մի տադիր, որ չտադես։ Այսինքն չէ, մի րոպե, հոп, կիսատ ես ասում Աստվածաշունչը ասում է մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով որ դատվես, նույն դատով դատվելու ես։ Ինչ չափով որ չափվես, նույն չափով։ Հիմա ես դատում եմ եւ պատրաստ եմ այդ նույն դատով դատվել։ Հա, բայց կներեք, չեմ վերջացրի։ Եղբայր ջան, դե ժամանակը սահմանափակ է, չէ։ Հա ջան։ Հա, համեցեք։ Ասել ձեզ։ Մի հատ էլ մախբորը կտակ։ Հա, իհարկե։ Գնացի։ Լավ եղեք։ Շնորհավորում եմ ժողովուրդ ջան, հաղթած օրվա առիթով, շնորհավորում եմ բոլոր։ Նա երեխեքին նայենք։ Դուք դասական ոճայիններ եք, հա? Դասական ոճայիններ։
Ահա, շատ ապրեք, գնացինք։ Հիմա ջուդոիստներին նայենք։ Բարև ձեզ, ջուդոիստները ինչ են մեզ ցույց տալիս, բարև ձեզ։ Ռեյ։ Լավ է։ Շատ ապրեք։ Մեր չեմպիոնում ներկայացնեմ, երեք է վերադարձել Եվրոպայի առաջնությունից, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխ չեմպիոն, շնորհակալ եմ, փոխ չեմպիոն, երիտասարդ լինելով մեծ ասակների մեջ սամբուն, որ եղավ աշխարհի գավաթը արծաթե մեդալակիր։ Շնորհավորում եմ, շնորհակալ եմ շատ։ Մի փոքրիկ է մի խնդակ։ Մեր փոքր սիմվոլ շնորհակալ եւ մեր միջազգային ձյուդոյի գրիչ։ Շնորհակալ եմ շատ եղբայր, շնորհակալ եմ։ Լավ է։ Առայժ։ Ահա։ Լավ եք երեխեք։ Հիմա ում դիրքն է հաղթա, ահա։ Սևերը հաղթում են։ Բայց անունդ ինչ է։ Էսա մանուշակը ձևը կգտնի, չէ մանուշակ ջան։ Շատ ապրեք։ Դուք նոր եք սկսում։ Շատ ապրեք։ Ասա։ Շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ արվեստ, իսկ տիրապետելու դժվարության առումով գիտություն։ Շատ ապրեք։ Գնացինք։ Աջան ժամանակ ունեք պատրաստել ենք ծառ մի հատ տնկենք գնանք տնկենք համակի հրաբարակը հերույա դե գնանք տնկենք ստեղ էլ շատ չեմ ուզում առաջ գնամ ստեղ մենք հիմի նախապատրաստական բայց ձեզ խնդրում ենք հիմի նախորոք հունիսի 27-ին համայնքի օրը մեր անի հիմնադիր թագավոր Աշոտ ողորմած եւ Խոստովանուշ թակումների Հար եղբայր Դուր պալես դուր նկարը Մեր միջոցառումը Ալագյազում քանիսին է նշանակած Միադել եմ ձելի Հա, եկ արի Դե գնանք ծառը տնկենք, որ չուշանանք, էլի Բայց կներեք, էլի արդեն ուշանում եմ, ուրիշ տեղ Իջևանցը մասը ստեղ Լավ Որ Նատ նկարեք, էլի Եղավ? Լավ է Գնացինք ծառ տնկելու Որտեղ է ծառ տնկելը? Սարբեգյան մեր թագու և թագավորի անի հիմնադիր Աշոտ ողորմածի բացմանը խնդրենք եթե ժամանակ լինի Բարև ձեզ Դե բերեք, վերցրեք Ու ծակում հովա ձեռնոցները Ուրա բահ ունենք Տվեք
Եղավ, հա, ոնց որ։ Հիմա սկզբունքորեն ջրելու կարիք չկա էլ, որովհետև ինքը հողով է ու հողն է խոնավը։ Շատ լավ։ Ոչինչ։ Դե առայժմ